առավոտ, օրդ բարին է սկսում 21 TV եթերում, դա նշանակում է ես Անահիտ Կիրակոսյանս մեծ սիրով, դրական էներգիայով, բարությամբ լցված եկել եմ, որպեսզի առաջիկա 1 ժամը լինենք միասին ու փորձեմ փոխանցել դրական էներգիա ու լավ նորություններ։ Այս պահին առաջարկում եմ տեսահոլովակ, վայելենք, ուրախ ռիթմերով արթնանանք, որից հետո ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր ու նոր տեսահոլովակի պրեմիերա, այնպես որ մնացեք մեզ հետ սիրելիներս։ Վերադարձանք տաղավար, ինչպես եւ խոստացել էի այսօր ունենալու ենք հրաշալի հյուրեր, ովքեր արդեն տաղավարում են ու սիրով շտապում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրերն են Տեր Թովմա Քահանա Անդրեասյանը, բարի առավոտ։ Աստված բոլորիդ օրհնի։ Արժանի, շնորհակալություն։ Տեսահոլովակի ռեժիսոր Արսեն Առաքելյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես նաև օպերատոր Զորիկ Սողոմոնյանը, բարի առավոտ։ Բարև ձեզ։ Նախ շատ ուրախ եմ, որ այս առավոտ եկել եք իմ տաղավար, բարի լուրով ու նորությամբ, քանի որ նոր տեսահոլովակ է ստեղծվել, քիչ հետո հնարավորություն կունենանք պրեմիերան հենց մեր եթերում անելու, բայց հետաքրքիր է առհասարակ ամենասկզբից, ինչպես է ստեղծվել երգը, ինչպես որոշեցիք անդրադառնալ այս թեմային եւ երգ գրել։ Գաղափար։ Ես բազմաթիվ երգեր ունեմ նվիրված Սուրբ Աստվածածնին, մի մասը ձայնագրված են, մի մասը ոչ։ Կյանքի ընթացքում բազմաթիվ սխալներ եմ գործել եւ այդ պատճառով շատերին ինձ երես են թեքել, բայց Աստվածածին երբեք չի լքել։ Ես էլ մեջս եղած սերը, որպեսզի կարողանամ արտահայտել, անդադ երգեր եմ գրել իրեն նվիրված եւ հիմա այս ծանր ժամանակներում այդ երգերի ձայնագրությամբ եմ զբաղված։ Այդպես Հետաքրքիր է սերը դեպի արվեստը, մշակույթը, արարելը, ստեղծագործելը միշտ եղել է ձեզ մոտ եւ որքանով են այսպես զուգահեռներ, հա, տարբեր հոգեվոր կյանքի ընտրության ու արվեստի ու ստեղծագործության։ Դե իմ կյանքը ընթացել ընդհանրապես արվեստի մեջ 77-8 թվականներից եղել եմ թատրոնում, էստրադայում, բազմաթիվ երգիչների հետ եմ աշխատել, կոմպոզիտորների հետ։ Իսկ թատրոն որպես դերասան եք հենց այնպես եկել։ Թատրոնում եղել եմ դերասան, երաժիշտ, կոմպոզիտոր, ռեժիսոր, մասնագիտությամբ ռեժիսոր եմ նաև, եւ տարբեր թատրոններում ինչ որ մասնագիտություն ունեի, ասենք Մալանի թատրոնում դերասան եւ երաժիշտ կոմպոզիտոր, Փոստ թատրոնում կոնցերտմեյստեր էի, Մոսկվայի Արլեկին թատրոն ստուդիայում երաժիշտ էի, գիտարար եւ այսպես։ Մեծ յուրահատուկ ճանապարհ եք անցել, իսկապես։ Առաջարկում եմ այս պահին դիտենք տեսահոլովակը, որից հետո արդեն զրուցենք ռեժիսորի եւ օպերատորի հետ։ Իմ մայրն ես դու երգը այսպես է կոչվում, միասին դիտենք պրեմիերան, որից հետո զրուցենք։ Իմ մայրն ես դու Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի կատարմամբ հենց այսօր 21 TV օրդ բարի շրջանակներում մենք ունեցանք նոր տեսահոլովակի պրեմիերա, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորին։ Շնորհակալություն։ Եվ հարցս արդեն ռեժիսորին, ինչպես ստացաք առաջարկը, որպես ռեժիսոր այս տեսահոլովակը իմի բերելու եւ կուզենայի պատմենք մի քիչ նրբություններ։ Նունե Եսայանը ինչքան գիտեմ Հայաստանում չի նկարվել եւ այլն։ Դե մենք Տեր Թովմայի հետ վաղուց ենք ծանոթ, նույնիսկ հանրային ռադիոյում աշխատել ենք, ես եղել եմ, կարելի ասել աշակերտը Թովմայի ռադիոյի։ Մենք FM ունեինք այն ժամանակ։ Հանրային ռադիոյի առաջի FM-ներ ու այնտեղ երբ որ խումբ էին հավաքում դրա հաղորդավարների, չէ՞, ու Տեր Թովման երաժշտական խմբագիրներ ու մեզ ուղղորդում էր շատ բաներ։ Այն ժամանակվանից ծանոթ ենք եւ ընկերություն ենք անում, կարելի ասել ստեղծագործական այսպես երկար ուղի ենք անցել, ֆիլմերից շատին ֆիլմերի կոմպոզիտորն է Տեր Թովման, երաժշտությունները եւ նույնիսկ մի ֆիլմի համար հատուկ երգ է գրել, Անձրևը։ Այսինքն առաջին գործը չի, որ առաջին փորձը չի համագործակցության։ Մենք միասին 4 տեսահոլովակ ունեն։ Երկուսը ֆորշն է երգում։ Տեր Թովմայի հետ լավ հետաքրքիր է աշխատել, որ ինքը բացի նրանից, որ համազատություն է տալիս, այսօր չի բանանում, այդպես ռամկի մեջ չկա, որ այսպես շատ պետք է սա լինի, ու ինքն էլ հենց ստեղծագործաբար է մոտենում։ Անել դա դες թվում է թե նայում ես, ասում ես պետք է ավելի կարծրատիպային լինի, բայց ոչ,
ու թույլ է տալիս, որ դու քո կտավը ստեղծես։ Օրինակ երգը կարող է լրիվ ուրիշ բաների մեջ լինի, կատարողի մոտ, հեղինակի մոտ գործ է կարող, իսկ քեզ մոտ լրիվ ուրիշ ձևի բան լինի։ Ու մենք որ մեր խմբով արդեն Զորիկի հետ, Տիգրանի հետ, Բաղինյան մոնտաժողի հետ, որ քննարկում ենք ինչ ոնց պետք է անենք, արդեն մենք էլ մեր ֆիլմ ենք ստանում, հա, այս երգից ու հետաքրքիր է, որ երգը որ լսում ենք լրիվ ուրիշ ձև էր հնչում մեզ համար բոլորիս համար։ Հետո որ տեսալովակ ենք նայում, արդեն լրիվ ուրիշ ձևի է բանանում։ Մենք լեցինք մեր երանգները այսպես, հա, լտրվեց որ ավելացրեցիք եւ ստացվեց այն ինչ որ տեսա։ Հիմա մենք արդեն ունենք, հետաքրքիր է կադրային առումով ինչքանով էր բարդ աշխատել, հեշտ աշխատել, ռեժիսորի հետ կարծում եմ արդեն անցած ճանապարհ ունեք եւ մի խոսքից իրար հասկանում եք, դա պարզ է։ 20 տարի չէ երևի հարցերին։ 20 տարուց ավել աշխատել ենք։ Կադրային շատ հեշտ ու հետաքրքիր է, որովհետև միշտ աշխատում ենք ոչ թե իմ ուրիշ պրինցիպ կա աշխատելու, երաժշտությունը չլսելով եմ սկսում նկարել։ Նույնը տեսալոգը որ պատրաստ է լինում, էլի ձայնը փակած եմ ես նայում, եթե պատկեր ինձ բան ասես, պատմության հետևից ուրեմն ավելի լավ է ստացվել։ Հետո որ լսում ես երկը զարմանում Հենց դրա համար է շատ ավելին է ստացվում, որովհետեւ կարծես ոչ թե պարտադրողական է, այլ դուք ձերն եք ստանում, հետո երաժշտությունը Մի հատ ինչ-որ պարադոքսալ օրինաչափություն է եղել, կնես մենք որ հավաքում ենք, հետո որ երաժշտություն տում ենք, մեկի պարզում է որ հավաքել ենք օրինակ 7 րոպե, երգը տևում է 2-3 րոպե, ու պետք է արդեն կրճատեսվեն։ Պատմության հետևից են գնում, սյուժետը։ Իսկ դժվար չի լինում այդ կրճատելը։ Ոչ թե դժվար է լինում, ափսոս է լինում, բայց ինչ արած։ Կարծենի հետ արդեն շատ հեշտ է քննարկելուց հետո ոչ մի խնդիր չի նկարանման հրապարակում, էլ մի անգամից Շորիկի հետ այդ 4 մի խոսքով 3-ով այդ 4 տեսակլիպերը որ կան, դրանց վրա աշխատել ենք տարիների ընթացքում։ Տեր Թովմա, որքանով է կարևոր հոգևոր երաժշտության ներկայությունը ժամանակակից մշակույթում։ Լավ հարց է։ Եթե հոգևորի կարիք ժողովուրդը ասեմ ձեզ ինքը չունի։ Ես համարում եմ, որ մեր ժողովուրդը ինքը քրիստոնյա չի։ Որովհետև քրիստոնյա լինել նշանակում է գոնե առաջ երկու պատվիրանները կատարել, բայց մեր ժողովուրդը երկու պատվիրանները չի կատարում։ Առաջինը ասում է սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ հոգով եւ մտքով եւ նրա փառքը կուրքերին չտաս։ Բայց մեր ժողովուրդը երբ որ լինում են ծայրահեղ իրադրություններ, իսկ բոլորի կյանքում է եւ բոլոր ժամանակներում այդպես իրադրություններ լինում են։ Ինքը Աստծուն եւ եկեղեցին զոհ է տալիս։ Իր ընտանիքը փրկելու համար, իր տունը փրկելու համար, իր բարեկեցությունը փրկելու համար։ Դա քրիստոնեություն չի։ Բայց մենք էլ բնականաբար եւ ստեղծագործողներից հոգեվորականներս պայքարում ենք, որպեսզի հոգեվորը լինի ասպարեզում։ Դե 2000 տարի բոլորս էլ քարոզում ենք հոգու փրկություն եւ երկնային արքայություն, որ ըստ էության ոչ ոքի պետք չի։ Իրենց պետք է որ Աստված այս աշխարհում օգնի նյութի առումով, սոցիալական վիճակի առումով, երեխաների ընտանիքի, ասենք, խաղաղության առումով։ Բայց միևնույն է մենք քարոզում ենք, որովհետեւ մեզ դա է պարտադրված Աստծո կողմից, մենք ուրիշ բան չենք կարող անել։ Երբ երգը արդեն ստեղծում եք, գրում եք, պատկերացնում եք ով է լինելու այն արտիստը, որ պետք է երգի, թե հետո եք որոշում կայացնում։ Ճիշտն ասած, իմ երգերը Աստվածածին նվիրված մանավանդ կատարում էր կինս առաջին երգչուհի է, Անահիտ Հունանյան, երբ դեռ առողջական վիճակը լավ էր։ Բայց հիմա վիճակի չի ինքը երգել կատարել, շատ երգեր։ Ես էլ բնականաբար սկսում եմ փնտրել ում կարող եմ տալ։ Նույնային վաղուց գիտեմ իմ նախընտրած երգիչները եւ երգչուհիները, դրանք իմ այն երգիչներն են, որոնց հետ ես երևի մի 30 տարի, 40 տարի արդեն աշխատում եմ։ Նույնն է Եսայան, չնայած այս երգը իրեն հատուկ չի բոլորովին։ Ես որ նկարտուլիս Միրանին որ ցույց տվեցին, ինքը չհասկացա, որ դա նույնն է Եսայանն է երգը։ Որովհետև նույնն երգեց ուրիշ կերպ, երգեց մտերմիկ, երգեց ոչ թե երգեց, այլ կատարեց։ Դրա երգելու համար ձայնը չէ պետք ցույց տալ։ Այն որ ինքը ասի ուրիշ երգերում ցույց է տալիս, այստեղ այդ համարը ցույց չի տալիս։ Երգը ինքը պահանջում է այսպիսի կատարում, որ մտերմիկ, այսպես սովորական ձայնով առանց վոկալի
վոկալ արտահայտելու։ Բայց նաև հետաքրքիր էր Նունե Եսայանին տեսնել այսպիսի ձևաչափ։ Ինքը երկերից կատարել է ժամանակին, ելի մի երգ ունեմ, կոչվում է Դաշտերում ժամանակ, ելի Աստվածածնին նվիրված, դա կատարել է, ես գիտեի իր հնարավորությունները։ Այն ինչ որ ինքը կատարում է 4 կողմը, ես դրանից բացի ուրիշ բաներ եմ լսել, որ ժամանակ ինքը երգել, ես դա հիշում եմ։ Եվ Շուշանին էլ տվել եմ երգ, իդեպ հիմա երգը պատրաստ է, ելի պիտի նկարենք, ելի Աստվածածնին նվիրված, մեր ժողովրդային վիճակի հետ կապված երգ է։ Այսպես դիմում է, որ խնդրանք աղոթք, որ Աստված եւ Աստվածածինը մեր ժողովրդին չլքեն, մի լքեր, այդպես է կոչվում երգը։ Այդ դա է ուզում հարցնել, որ հատկապես հենց այս մայրական թեման որքանով է ձեզ համար կարևոր, որ հաճախ է կանխատեսել։ Ինչքան շուրջը վիճակը սկսում է վատանալ, հոգևորը սկսում է պակասել, եւ ոնց որ ասած մարդը, որ հոգևորը սկսում է խեղդվել, բնականաբար իր մեջ առաջանում է ցանկություն դիմել Աստծուն, այնպիսի բաներ գրել, որոնք հոգևորին եւ ուղղված են Աստծուն։ Օրինակ Պաստերնակը բանը ստեղծ։ Այն սովետական վակուումային տարիներին, որ օդ չկար եւ շնչելու բան չկար եւ բոլոր ամբողջ ժողովուրդը փաստորեն զոմբիացած վիճակի մեջ էր։ Ինքը ասում էր լավագույն միջոցը այդ ամեն ինչին պայքարելու թարգմանություններ անելն է։ Ընդ որում լավագույն գրողներին, դրամատուրգներին եւ այլ բանաստեղծներին։ Եվ իզուր չէ, որ ինքը այդ ժամանակ էլ ինձ Ֆաուստն էր թարգմանում։ Այդպես է ստեղծագործողը, երբ որ սկսում է 4 կողմը խտանալ սևը իրեն սեղմել, ինքը գնում է դեպի այն արժեքները, որոնք դարի ընթացքում ստեղծվել են, կուտակվել են եւ դրանք իրեն օգնում են, որպես ինքը կարողանա այդ վակուումին դիմանալ, դիմակայել եւ դուրս գալ։ Շատ բարի, վերադառնալով հոլովակին ու մոնտաժային փուլերին, ինչ բարդություններ եք ունեցել, որովհետև Նունե Եսայանը ԱՄՆ-ում է նկարվել, դուք էստեղ կադրերը, ես ինչպես հասկացա, իրական մարդկանց հետ եք գործ ունեցել, հա, երեխա կա կադրում, մեծահասակ կա կադրում։ Դե ամբողջ տեսահոլովակը խաղարկային բանով ենք նկարել, մոտեցումը ժանրային խաղարկային է ու տեխնիկական փոքր խնդիր էր, որ Նունե Եսայանը Ամերիկայում է գտնվում, հիմա ստեղ չի, այնտեղից մեզ կադրերն էր պետք, ընդհանրապես խնդրել ենք, այնտեղից նկարել են մեր գործընկերները եւ ուղարկել են։ Մեզ համար գիտեք ինչն էր կարևոր, հետաքրքիր է ստեղծագործական։ Այդ Տեր-Թովմանը ինչ որ ասեց բարդություններ բաներ, բայց այդ process-ը, որ անում էինք, այդ բարդություններ, այդ չգիտեմ, պակաս ու բանի չկար, որովհետեւ այն բոլոր մարդիկ, ովքեր որ կան տեսահոլովակում նկարված, հա, այդ շունչը մայրական, որ միշտ բոլոր բաներում կա, չէ, քանի այդ մայրական ձեռքերը կան, ինձ թվում է դրանք կենթանի ապացույց են Աստծո ներկայությունը աշխարհում։ Ու մենք փորձել ենք այդ շունչը փոխանցել ավելի շատ այդ գործողությունների, կարելի ասել sense հասարակ գործողությունների միջոցով փոխանցենք, որ ավելի շատ էմոցիոնալ ստացվի, քան թե գործողություն պատմելու բանով, ինֆորմացիայի բանով։ Գիտեք, բաներով առաջի ֆիլմը, որ նկարել եմ, Մայրիկա էլի կոչվել, այդ արքիր բանը անցել է մոտարապես 30 տարի է, արդեն 28 տարի է անցել առաջի ֆիլմից, հա։ Ես նույն զգացումը ապրեցի, որ նկարում էինք այդ process-ը, որ ձեռքերով նկարում ես եւ չի երևում ով է, ինքը միայն գործողությունն է երևում, որ շատ լավ խոսքեր կա, չէ՞, կամ որ գործով ապացուցի։ Այդ բանը փորձեցինք փոխանցել եւ կարծես թե ստացվել է այդ շունչը, էլի։ Չգիտեմ, կարողացա ճիշտ պատասխանեմ հարցին, թե Միանշանակ, ես էլ իմ կողմից ուզում եմ իսկապես շնորհակալություն հայտնել, որովհետև շատ կարևոր գործ եք անում, որովհետև իսկապես այսօր պակասում է հոգևորը, որովհետև երաժշտություն լսելով մենք կարող ենք ինչ որտեղ նաև աղոթել։ Սա էլ է աղոթքի մի ձև, որ լսում ենք, ինքնամաքրվում ենք։ Երաժշտությունը դա ստեղծագործողի աղոթքի մի ձև է, որը միայն ստեղծագործողը կարող է հասկանալ։ Մեր աղոթքի ձևն էլ նկարելն է։ Սա էլ է միջոց մարդուն կրկին մոտեցնելու դեպի Աստված, դեպի աղոթք, դեպի ինքնամաքրում, ինչի պակասը մեր օրերում շատ կա։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել հոլովակի ծննդի կապակցությամբ, մաղթել ձեզ ստեղծագործական մեծ ուղի, որովհետեւ ճանապարհը ձեր արդեն տարիների փորձն է, իսկ սա նշանակում է, որ բոլորդ նայում եք մի ուղղությամբ եւ վստահաբար դեռ էլի արարելու եք ու ծնվելու են նոր գործեր, որոնց էլ մենք սիրով կանդրադառնանք ու կլուսաբանենք եթերում։
Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր այսօրվա հյուրերին, մեր հյուրերն էին Տեր Թովմա Քահանա Անդրեասյանը եւ տեսահոլովակի ռեժիսոր Արսեն Արաքելյանն ու օպերատոր Զորիկ Սողոմոնյանը։ Շնորհակալություն ձեզ ներկայության համար։ Սիրելի հեռուստայտողներ, հետևեք հոլովակին, մեկնաբանություններ գրեք, հաճախ լսեք, նաեւ միացեք ձեր երեխաների համար։ Իսկ եթերը կուզենայի ավարտել մանկական աղոթքով։ Ով մեծ Աստված, որ տվել ես մեզ բարի հայր եւ սիրող մայր, դուր մեզ շնորհ կանենք աղոթք չլինենք անհոգ, ապրենք խելոք, պարկեշտ ու հեզ ու սիրենք քեզ, ամեն։ Աստված սեր է ու սերը Աստված սիրուց բարձր բան չկա, սեր տարածեք միմյանց, եթերում օրդ բարին էր, ես Անահիտ Կիրակոսյանս, մնացեք բարով։